Մեկ տարի առաջ այս օրերին Գարեգին Բ-ի գիտությամբ եւ օրհնությամբ փողոց դուրս եկած Տաուշից Երևան հասնելուն պես վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջած վերջինիս Ներ Չարիք անվանած Վազգեն Գալստանյանը եկեղեցուն ծառայելուն Աստծո խոսքը քարոզելուն զուգահեռ պարզվում է զբաղված է նաեւ իշխանությունը յուրացնելու ահաբեկչական պլան քննարկելով։ Հուսանք քննարկման ընթացքում Սրբազան հայրը եղել է առանց վեղարի ու հանել լանջախաչը։ Վկան է Աստված։ Դեռ երեկ, երբ Civic AM-ը հրապարակեց ընդդիմության հեղաշրջման պլանը, ընդդիմադիր մի շարք պատգամավորներ, այդ թվում Որդի Քոչարյանը, հեգնակով արձագանքեցին։ Իշխանության գրասենյակներում է մշակվել այդ մի քանի էջանոց ու քայլերի հաջորդականություն ենթադրող օպերացիան, կամ էլ արհեստական բանականության արտադրանքն է։ Հայաստան խմբակցության անդամ դաշնակցական Գեգամ Մանուկյանն էլ պլանի մասին իր հասելիքն այսպես էր ձևակերպել։ Հրապարակված փաստաթղթերով ոգևորվածներ ու իրար հետ չտալով զայրացկոտ ստատուսներ գրողներ։ Այդ թղթերի մեջ ամենաուշագրավը պլան բառն է։ Մոգոնողը պլանը ծխել է ու վերնագրել պլան։ Դե իրենց մոտ սովորական է դա։ Թե ինչն է սովորական մասնավորապես ՀՅԴ-ի մոտ եւ ՀՅԴ-ի համար, դեռ կանդրադառնանք։ Այսօր առավոտյան, երբ քննչական կոմիտեն հրապարակեց Բագրատ Գալստանյանի եւ նրա քաղաքական, բարոյական, ինչպես նաեւ հյուսիսային եւ այլ երկրյա հովանավորների հղացած ահաբեկչական իշխանությունը յուրացնելու պլանի մասին վկայող ձայնագրություններ, Գեգամ Մանուկյանը, Որդի Քոչարյանը, Դաշնակցությունն ու մյուս ընդդիմադիրները ենթադրում ենք հանգիստ նստել են տեղներն ու հետևություններ են անում։ Ասենք այսպիսի. Արդյոք պլանի թե այլ հոգեմետ դեղի ազդեցության տակ էր Վազգեն Գալստանյանը մասնակցում մի քննարկման, որի ընթացքում խորը անասուն ազգ էշ են անվանում այն ազգի ներկայացուցիչներին, որի վարչապետը դառնալու հավակնություններ ուներ Գալստանյանը մեկ տարի առաջ եւ որի աջակցությամբ էլ մտադիր էր իրականացնել վերոհիշյալ օպերացիան։ Ժողովրդին անասուն ազգին նկատի ունենք։ Անասուն ազգը անասուն խորը անասուն ազգը ամեն ինչում ուզում է լինի սեփականատեր եւ հիմնադիր։ Դա մը պետք է ասել ախպեր պրոցեսի համահիմնադիրը դու ես, այ քո ձայնը լսվել է։ Ասենք պլանի թե էքստազի ազդեցության տակ էր նույն Գալստանյանն ազդարարում, թե հանրահավաքային պայքարին պետք է վերջ տրվի, պերց, պետք է գործողություն եւ ճնշում, որ նախկին հրամանատարներ, ոստիկաններ, լուրջ տղերք կան, որոնց աջակցությամբ էլ ենթադրաբար պետք է իրականացվեին ճնշումն ու գործողությունը։ Այն է ԱԺ-ի շրջափակում, պայթյուն, մայթյուն, սրանց էլ իշխանությանը ջարդել, վերացնել։ Պլանի թե հալյուցինոգեն գժախոտի ազդեցության տակ էր Սրբազան հայրը այդքան թեթևությամբ ու հեշտանքով ազդարարում պատի տակ մի երկու հոգու գյուլլելու, ընտանիքներին էլ կոմպենսացիա տալու կամ մեռնելու կամ էլ մեռցնելու մասին։ Մենք դրել ենք բանի վրա համոզ են, խարոզ են, երկու հոգու պատի տակ գյուլում ես, մի 15 հոգու դնում ես բանտը, սա գնա դնդակարում ես ինչու։ Դնդակարում ես ընտանիքին կոմպենսացիա ես տալի կյանքային, իրանք էլ ուրախ են։ Պլանի թե կոկայինի ազդեցության տակ էր հայր Սուրբը հորդորում ահաբեկչությունը գետնի վրա իրականացնելուն զուգահեռ նաև օնլայն տիրույթում աշխատել։ Այն է հաքերություն անել, ջարդել կառավարության սայթերը, Մայլբրի սիստեմը, որ չկարանան աշխատեն, աշխատանքի պարալիզացում լինի։ Կառավարության սայթում էլ նողկալի չարաճճիություն անել։ ՀՀ պետական խորհրդանշի գերբի տեղը դնել Նիկոլի նկարը սատանի պոզերով։ Աստված օգնական, Սրբազան։ Հարկ է նկատել, որ նման երևակայության ու արժեհամակարգի տեր բարձրաստիճան հոգևորականը օրերս հարցազրույց էր տվել Արևելքին ու մաֆիոզի կեցվածք ընդունած հաթաթա տվել։ Իշխանությունը շատ լավ գիտի, թե իրենք ինչ են պատրաստվում եւ ինչ են ուզում անել։ Մենք խաղի մեջ չենք, մենք խաղը թելարում ենք, ասաց Բագրատ arczepiskopos Գալստանյանն Արևելքին տված հարցազրույցում անդրադառնալով Սրբազան պայքարի գործունեությանն ու առաջիկա ծրագրերին։ Սրբազան պայքարի առաջնորդը շեշտեց, որ այս իշխանությունը շատ լավ գիտի, թե իրենք ինչ են պատրաստում եւ ինչ են ուզում անել։ Նշեց, որ ծրագիրեր ունեն, գործողություններ էլ կան, հավելելով, որ քանի ամիս է դուր հետևողական աշխատանքի մեջ են, մեթոդի գործողությունների փոփոխությունների մեջ են, քաղաքական օրակարգին լուծումներ տալու մեջ են։ Մենք ուղղակիորեն պետք է համակցված, փոխկապակցված, այնպես ինչպես միշտ ֆուտբոլի օրինակով են բերել, այդ լավ օրինակ էր միջայլոց։ Այդ ամբողջ խաղը պատկերացնելով եւ նաեւ ճիշտ այդ փոխանցումներով, պասերով, համատեղ պասերով, համատեղ գործակցությամբ
հասցնենք ավարտին։ Իրեպ զինված հեղաշրջում անելու գաղափարի ջատագովությամբ բացահայտ ու առանց կաշկանդվելու զբաղված է նաև մեկ այլ բարձրաստիճան հոգևորական՝ Վազգեն Գալստանյանի հոգևոր ուսուցիչ Միքայել arczepiskopos Աջապահյանը։ Ընդ որում նա այդ գաղափարն առաջ է քաշել 44-օրյա պատերազմի օրերին, ապա վերստին կրկնել։ Ուրեմն իմ ես վերջին 6 տարվա, միայն 6 տարվա, այն ժամանակ 6 տարվա գործունեությունը ինչ պարզ չի, որ ես ինչ եմ ասում։ Քանի անգամ ասի բացեի բաց ռազմական հեղաշրջումը, պատերազմի օրերին ասի։ Եվ նախագահներին ասեցի։ Քոչարյանին եւ Սերժին։ Ասի լավ դուք պարոն նախագահ Քոչարյան 10 տարի նախագահ եք եղել դրանից առաջ մի տարի երկու տարի էլ վարչապետ չէ այդքան տարի էլ Ղարաբաղի նախագահ դուք ձեր կողմնակից գաղափարակից ոչ մի գեներալ չունեք ոչ բանակում ոչ ոստիկանություն ոչ ազգային անվտանգություն որ գան ձեր կողքը կանեն եւ հեղաշրջում իրականացնեն եթե իրենցով է եւ ասել են պետք է ռազմական հեղաշրջում եւ դրանից հետո էլ եմ ասել պետք է ռազմական հեղաշրջում բայց մենք բանակ չունեցանք գեներալիտետ ովքեր կանեին այդ անհրաժեշտ քայլը pedagogian եւ Արցախի փրկության համար Հեղաշրջում, ռազմական դաշնակցություն ասացինք, հիշեցինք, որ ախր շաբաթներ առաջ էլ նույն հոգևորականների մտքի ու սրտի ուզածի մասին խոսել էր նաև մեկ այլ դաշնակցական Հրանտ Մարգարյանը, քրեական հանցակազմ ունեցող գործողությունների անունը դնելով Պորտկում։ Այդ Պորտկումը կարող է լինի նոր հոկտեմբերի 27, այդ Պորտկումը կարող է լինի նոր Աստված ոչ անի։ Նոր մեկ ինչ էր, որ հիշում եք մարտի 1-ը։ Մարտի 1 չէ։ Նոյեմբերի 9-ին, որ Պարմանակիր ստորագրությունը դա Պորտկում էր, չէ։ Դա Պորտկում էր։ Չղեկավարված Պորտկում էր։ Եվ դա կարող է հետևանքները մեզ համար լավ չլինի, հետևանքները, բայց ակտը կլինի սրբության սրբոց։ Ուշագրավ է, որ Գալստանյանի եւ մյուսների ծրագրած, այսպես ասած, սրբազան պորտկման բացահայտման մասին հաղորդագրությունից հետո իրավապահները խուզարկություններ են իրականացրել նաեւ մի խումբ հյադականների բնակարաններում։ Հիշեցնենք, Բագրատ Գալստանյանին սրբազան շարժման օրերին ուղեկցում էր դաշնակցական մեկ այլ պատգամավոր՝ Գառնիկ Դանիելյանը։ Աստված օգնական ամենքին։ Չմոռանանք նշել, որ Բագրատ Գալստանյանը ձերբակալվել է։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։